Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, օրակարգային այս հարցով ձեր քննարկմանն է ներկայացված ռազմավարական ծրագրի նախագիծ, որը ոչ թե պարզապես իրավական փաստաթուղթ է, որը այս կամ այն ոլորտի մասով տալիս է պետության առաջիկա տարիների կտրվածքով մոտեցումների եւ նաեւ գործողությունների մասով պատկերացում, այլ այն անդրադառնում է թե մեր հանրության առողջությանը, առողջապահական ոլորտին եւ թե նաեւ հանրային անվտանգությանը եւ առաջին անգամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման անդրադարձ է ունենում այս դիտանկյունից եւ ոչ թե հակադրում ենք հանրային անվտանգությունը հանրային առողջապահությանը, այլ ճիշտ բալանս ենք ապահովում, որպեսզի երկու թևերը կարողանան ճիշտ աշխատել։ Մինչ ռազմավարության բովանդակությանը անդրադառնալը նախ ուզում եմ նշել, որ ունենք համաշխարհային նաև պատկերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության գրասենյակի 2024 թվականի աշխարհի թմրամիջոցների զեկույցի համաձայն համաշխարհային մակարդակով վերջին տասնամյակում արդեն թմրամիջոցների գործածման դեպքերը շուրջ 20%-ով աճ են ունեցել եւ հաշվի առնելով թե բնույթը թե բովանդակությունը այս խումբ իրադարձությունների պիտի փաստեմ, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող կղզի մնալ որպես այդպիսին եւ հաշվի առնելով ապօրինի շրջանառության անդրսահմանային ազգային բնույթը, սա ներթափանցում է նաև Հայաստանի Հանրապետության տարածք։ Բայց Հայաստանի Հանրապետության դեպքում բնականաբար տարիների կտրվածքով վերլուծել ենք իրավիճակը, ունենք բավական մտահոգիչ թվեր, ունեցել ենք մտահոգիչ թվեր եւ ըստ այդմ մեր ռազմավարական մոտեցումները վերադասավորել ենք այս տեսանկյունից եւ պիտի փաստեմ, որ եթե 2018 թվականին գրանցվել էր օրինակ այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-22 թվականներին, երբ որ կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարը ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել, հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները, եւ արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում։ Բայց այս տարվա կտրվածքով արդեն երբ որ 2023-ը վերլուծել ենք, մենք նկատել ենք, որ կարիք կա նաև փոխելու մեր քաղաքականությունը եւ ավելի շատ շեշտը դնելու ներմուծման շղթայի վրա եւ նաև արտադրության շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափի արդեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն եւ ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով եւ 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը բնականաբար նվազում է իրենից ենթադրում։ Պարոն վարչապետ, նշեմ, որ բացի հանցավորության դեպքերի նմանատիպ իրավիճակից, այս նվազումը նաև հիմք է եղել նրա, որ մանր չափի հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների դեպքերում, երբ որ մենք ունեցել ենք հանցանքի մասին հաղորդում, այստեղ հաշվի առնելով իրացման դրվագի բացակայությունը հիմնականում վարչական իրավախախտման տրամաբանության մեջ ենք հարցը դիտարկել եւ եթե վիճակագրությունը նայենք, մեր բոլոր ռազմավարական մոտեցումները վիճակագրության մեջ հենց այդ կերպ արտացոլվել են եւ թմրամիջոցների հետ կապված վարչական խախտումների տեսանկյունից ունեցել ենք աճ որպես այդպիսին։ Առողջապահության նախարարության կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից եւս վերջին տարիներին ունեցել ենք հաշվառված անձանց թվի աճ, ինչը մի կողմից դրական է, որովհետեւ ի վերջո մենք բարձրաձայնում ենք նաեւ կախվածությունների մասին անձին կանցնում են հաշվառում, իսկ մյուս կողմից նաեւ վկայում է այն մասին, որ դեռ ունենք կախվածություն ունեցող այնպիսի անձիկ, որոնց հետ որ պիտի ճիշտ եւ գրագետ աշխատանք տարվի։ Ասեմ, որ պետական քաղաքականության տեսանկյունից, ինչպես նշեցի, մենք հաշվի ենք առել նոր ռազմավարական փաստաթղթում թե հանրային անվտանգությանը վերաբերող դրվագները եւ թե նաեւ հանրային առողջապահությանը վերաբերող դրվագները եւ ռազմավարությունը ունի 13 ուղղություն այս պայդրությամբ նախատեսված, անցել է միջազգային փորձաքննություն, ՄԱԿ-ի հանցավորության եւ թմրամիջոցների գրասենյակի կողմից ստացել է դրական ռեակցիան նաեւ մեր միջազգային գործընկերների եւ ես պիտի փաստեմ, որ մենք անդրադարձել ենք հարցի բոլոր շերտերին, կրթությունից սկսած մինչև շահառու խմբերի հետ աշխատանք, այդ թվում ծնողական համայնքի հետ, այդ թվում դպրոցական անձնակազմի հետ, այդ թվում բուհական անձնակազմի հետ, լրագրողական համայնքի հետ աշխատանքը եւս թիրախավորվել է, որովհետեւ կարիք կա ճիշտ նաեւ լուսաբանելու, ճիշտ արձանագրելու այս դեպքերը եւ նաեւ խուսափելու խտրական ցանկացած դրսեւորումից, որովհետեւ տարիներ շարունակ թմրամիջոց օգտագործող անձինք պիտակավորվել են, դիտարկվել են որպես առանձին հանրությունից, այնինչ մենք նրանց պիտի վերաբերենք որպես մարդկանց խումբ, որը կարիք ունի պետության օժանդակության, կարիք ունի բուժման, հաշվառման եւ հետեւողականորեն ճիշտ նաեւ process-ը կազմակերպելու։ Թիրախավորվել է նաեւ իրավապահ համակարգի, առողջապահական համակարգի մասնագիտական հզորացման բացերը եւս, որոնք կարիք ունեն լրացվելու, ինչպես նաեւ միջազգային համագործակցությունը, որովհետեւ ինչպես նշեցի, անդրազգային հանցավորության դեպքում պիտի թիրախավորվի նաեւ այս հարցերը եւս։ Ռազմավարությունը մանրակրկիտ անդրադառնում է հանրության բոլոր շերտերին,
պետական կառավարման համակարգի բոլոր օղակներին, զինված ուժեր, քրեակատարողական հիմնարկներ, ձերբակալվածներին պահելու վայրեր, դպրոցներ եւ մնացյալ բոլոր կառույցները, որոնք կարող են այս կամ այն կերպ առնչվել այս դեպքին։ Ինչպես նշեցի, ռազմավարությունը արդեն մեր պրակտիկ մոտեցումը վերածում է ռազմավարական մակարդակի մոտեցման։ Ռազմավարությունը հստակ արձանագրում է, որ մենք թմրամիջոցների ԱՊՆ-ի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում պիտի թերախավորենք ներմուծումը եւ արտադրությունը, որը շատ ավելի ճիշտ մոտեցում կկարողանա երաշխավորել պրակտիկայում եւ ռեսուրսները ճիշտ ուղղությամբ դեպի կօգտագործենք, ինչպես նաեւ առաջարկելու ենք դասակարգել նաեւ թմրամիջոցները, սա ռազմավարական ծրագիրը նախատեսում է այն հաշվառմամբ, որ մենք պիտի նաեւ ավելի ինտենսիվ, այսպես ասեմ, մարդու առողջության վրա ազդեցություն ունեցող թմրամիջոցների տրամաբանության մեջ ավելի մեծ աշխատանք տանենք եւ այդ խումբ հատկապես թմրամիջոցները պիտի լինեն շրջանառությունից դուրս բերվող եւ նաեւ իրավապահ համակարգի աշխատանքը նաեւ գնահատող, ասեմ այս ռազմավարական մոտեցման շրջանակներում մենք 2023-ը, երբ որ համեմատում ենք 2024 թվականի հետ, արձանագրում ենք, որ 24 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի եւ համագործակցության ինտենսիվացման արդյունքում ԱՊՆ-ի շրջանառությունից դուրս ենք բերել շուրջ 426 կիլոգրամ թմրամիջոց, որը շուրջ 200 կիլոգրամով ավելին է, քան 2023 թվականը։ Եվ եթե համադրենք նաեւ 2025 թվականի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով դուրս բերել 173 կիլոգրամ թմրամիջոց ընդհանուր շրջանառությունից, կրկին թիրախավորելով հատկապես ներմուծման process-ը։ Կարծում եմ այս տեմպով աշխատանքները շարունակելու պայմաններում կկարողանանք ավելի լավ արդյունքներ ունենալ, բայց բնականաբար հարցը ունի այլ շերտեր, պիտի շարունակենք մեր թիրախավորումը կրթության ոլորտի մասով, առողջապահության ոլորտի մասով, հանրային իրազեկման եւ նաեւ իրավապահ համակարգի աշխատակիցների կարողությունները եւ նաեւ հնարավորությունները հզորացնելու առումով եւ նաեւ կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ ռազմավարությունը ի վերջո նշում է, որ թմրամիջոց օգտագործողին պետք չպիտի վերաբերենք որպես հերթական թիվ, որի հետևում կանգնած է մի թիվ, որը մեր ընդհանուր վիճակագրության մեջ արտացոլվում է, գործ ունենք մարդ անհատի հետ, որի հետ որ հետագծելիությամբ պիտի տանենք կոնկրետ աշխատանք, որպեսզի ցիկլը նորից չմտնի շրջանառության մեջ եւ կարողանանք ունենալ ի վերջո անձի բուժում, սոցիալական ինտեգրում եւ նաեւ վերադարձ դեպի հանրություն առանց որևէ պիտակավորման։ Շատ կարճ, թերևս այսքանը, պարոն վարչապետ։